Նոյեմբերի 27-ին համացանցում տեսանյութ էր տարածել ֆեյսբուքյան օգտատեր, հայտնելով, որ Զորական գյուղի բարձր դասարանի աշակերտները և այլ հասակակից տղաներ խոշտանգել, ծեծել և նվաստացրել են Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող տղայի։ Նոյեմբերի 28-ին դեպքի վերաբերյալ հայտարարություն էր տարածել մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Նա շեշտել էր, որ կրթական հաստատություններում բռնության հայտնաբերման, կանխարգելման և պատշաճ արձագանքման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը նպաստում է նման անընդունելի միջադեպերի առաջացմանը։ Իրավաբան Դավիթ Թումասյանը գրել էր, որ իր տեղեկություններով անչափահասին ծեծողներից մեկի հայրը Վանաձոր քրեակատարողական հիմնարկի հերթապահ մասի պատասխանատու Ռուբեն Գասպարյանն է։ Դեպքի վերաբերյալ քննչական կոմիտեն մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, մարդուն առևանգելու, ֆիզիկական ներգործություն կատարելու հատկանիշներով քրեական վարույթ էր նախաձեռնել։ Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ Տավուշի մարզում բարձր դասարանի աշակերտների կողմից անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով 5 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Armenia Today-ը գլխավոր դատախազությունից տեղեկացել էր, որ ուսանողին ծեծի ենթարկածներին չեն կալանավորել։ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու նրանց չկալանավորելու որոշման դեմ։